Տիկին Գրիգորյան այսօրվա իրադարձությունների մասին խորհրդարանի ամբիոնից, որ նաև խորհրդարանում է, միջազգային խոսել եք, օրվա վերջն արդեն բան կարելի դատարանում ենք նախ այս ամբողջ գործի հետ կապված ու երկրորդը ինչ սպասել դատարանից։ Մեծ հաշվով Նիկոլ Փաշինյանը հրահանգները իջեցրել է եւ ժողովրդավարության բաստիոնի փաստացի պետը արդեն ուղղակի sense ինչպես ասում են ձեռքի աշխատանքով է իրականացնում արդարադատությունը, հրամանը հնչեցնում է, դատավորները այդ բոլոր հրահանգների կատարումն են ուղղակի իրականացնում, որ ասեմ շատ մեծ ակնկալիքներ ունեմ, որ իրական արդարադատություն կլինի, բնականաբար չէ, որովհետեւ տեսնում ենք թե ինչ process-ի միջով ենք անցնում։ Ես ուզում եմ ուղղակի հատուկ մի շեշտադրում կատարել, որ սրանք ամենևին պետք չէ դիտարկել ոչ իրավական հարթության մեջ եւ ոչ էլ բուն էության մեջ խորանալ գործընթացի, որովհետեւ այս ամենն արվում է բացառապես առաջիկա զիջումների ֆոնին։ Այսինքն փորձ է արվում առաջիկա զիջումներից առաջ լինի Տիգրան հանձնումը, թե սահմանադրության Ալիևյան սահմանադրության ընդունումը փորձ է արվում հիմնական դերակատարներին չեզոքացնելու եւ նաեւ վախի այնպիսի մթնոլորտ սերմանելու, որ Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի ընդդիմադիր հայացք ունեցող այլևս չհամարձակվի որևէ դիրքորոշում հնչեցնել։ Հիմնական նպատակը սա է, մնացած ուղղակի կողմնակի գործընթացներ են։ Երկրորդ նախագահի այսպես դեմ այս բանը որ եղավ առավոտյան տուն մտնել, հետո այն ընկերություններում որտեղ որ ընտանիքը մասնաբաժին ունի այսպես կապարակնքել համացանցում ակտիվ այսպես տարածում էին որ գրում են որ տեսեք այս ամեն ինչ արվեց այն ֆոնին ոչ միայն դրան նախորդող խորհրդարանում ելույթներին հարց ու պատասխանի ժամանակ այլ այն որ վերջին 10 օրում արդեն բանակային երրորդ զոհն է լինում ու սա այսպես ասած ուղղությունը թեկել ուրիշ կողմ դուք համաձայն եք այս բանին թե սա ի սկզբանե այլ նպատակ ունի Ես կարծում եմ ընդհանուր ֆոնը նկարագրեցի առաջիկա զիջումներ եւ հետեւաբար ներքին քաղաքական ռեպրեսիաներ եւ ցավոք սրտի դրսից այդ ինդուլգենցիան ստացել է ներքին ռեպրեսիաներ իրականացնելու, որովհետեւ իր եւ աշխարհակաղակական մի շարք կենտրոնների շահերը այս պայն համընկնում են։ Բայց այո, կարևոր շեշտադրում է կատարում այն ինչ որ տեղի ունենում հիմա բանակում արկա բարքերը եւ բանակի ղեկավար կազմի վիճակը չտիրապետելը հանգեցնում է այն խայտարակ իրականությանը, որ մենք ունենք։ Այո, իբր հայտարարում են, որ խաղաղության պայմաններում ենք ապրում, բայց խաղաղության պայմաններում ինչքան զոհ ենք ունենում մեր բանակում, սա ուղղակի անթույլատրելի է։ Եվ երբ որ հարցնում ենք դուք ընդհանրապես ինչով եք զբաղված, ընդհանրապես ինչ եք անում, որ չեք կարողանում այդ վերահսկողությունը իրականացնել, ասում են դե գիտեք բանակը բանի հասարակության հայելին, այնտեղ քրեական բարքեր կան, ու դա ասում է մարդ, ով ամբիոնի կանգնած, կներեք բառից համար կզցնել է ասում, գողական ժարգոնով է խոսում, իր վարք ու բարքը շարժ ձևը լրիվ այդ ամեն ինչի մեջ տեղավորվող բան է, իրավիճակ է։ Եվ ես կարծում եմ այո, հատկապես նաև բանակում տիրող իրավիճակի, որի որևէ բացատրություն չունեն, բացարձակապես բացատրություն չունեն դրա, ընդհանրապես մի հանձնաժողով են ստեղծել ու ամբողջ պատասխանատվությունը թողնելու են հանձնաժողովի վրա, սովորաբար ինչ այլում, խնդիրը կա, հանձնաժողովը ստեղծում ես, ընդհանրապես խնդրին չես էլ անդրադառնում, ուղղակի քեզ համար լեգիտիմ առիթ է ստեղծում ինչ որ բանի հղում կատարելու, որ իբր process-ը ընթանում է անում ենք։ Այո, նաև այդ ֆոնին էր, որ այս ռեպրեսիաները հենց հիմա սկսեցին։ Կարծում եմ ինչ որ ազդեցություն ունեցավ նաև Լևոն Քոչարյան, Նիկոլ Փաշինյան հարց ու պատասխանը, որը բավականին սուր անցավ եւ դրանից հետո միգուցե ուղղակի խթան հանդիսացավ։ Այսինքն մի քանի բան իրար հետ կուտակված ստեղծվեց այսօրվա իրականությունը։ Տիկին Գրիգորյան, իսկ ինչ եք կարծում, հանձնումները կլինեն միայն այն կոնտեքստում, ինչ արդեն հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, այսինքն Տավուշի հատվածներից սահմանազատում կոչվածի տակ Տիգրան, թե կարող են լինել նաև այլ հանձնումներ, գաղտնի, որոնց մենք սովոր ենք կարելի ասել այս իշխանության գործելավոճին հետևելով։ Եվ ինչ եք կարծում նաև սեպտեմբերին հայտարարված պատերազմի մասին, որը պետք է լիներ, եթե Նիկոլ Փաշինյանը չստանար սահմանադրական մեծամասնություն, որը փաստացի չստացավ։ Դե չի ստացել, բայց իրանք ինչ են ասում։ Ասում են մենք փորձում ենք կառավարել, փաստացի ստել են, ահաբեկել են մեր ժողովրդին, որպեսզի ստանան որոշակի քվեներ, բայց մեծ հաշվով պետք է իրականություն տեսնել հետևյալ կերպ։ Իրենք սահմանադրական մեծամասնություն էին ուզում եւ ահաբեկում էին մարդկանց, որպեսզի ստանան սահմանադրական մեծամասնություն, սահմանադրությունը փոխելու համար միայն դրա համար է պետք սահմանադրական մեծամասնություն ունենալ։ Ընդ որում Նիկոլ Փաշինյանի խոսքը եթե հիշեք չի ասում պարզ մեծամասնություն, ուղղակի իշխանության ձևավորման մասին չի խոսում, ինչի հնարավորությունը հիմա իրանք ունեցան այդքան ընտրախախտումներից հետո։
Սահմանադրական մեծամասնություն իրան պետք է, որպեսզի կարողանա հանրաքվե նշանակի, այսինքն սահմանադրության փոփոխման գործընթացով գնա, որը անհնար է լինելու այս պարլամենտում, եւ դրա մասին ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ խոսելու, առնվազն Հայաստան դաշինքը նման մանդատ չի ստացել իր ընտրողներից, որպեսզի կողմ քվեարկի այդ սահմանադրության համար։ Եվ այստեղ քանի որ սահմանադրությունից գնաց մի դիտարկում անեն, որը վերաբերում է նաև դատական համակարգին։ Ինչ էր ասում է Սահմանադրության փոփոխությունը, որպեսզի վեկտորը թեքի Ալիևյան պարտադրանքից, ասում է իրական արդարադատության հասնելու համար է։ Ինչ որ երթվյալ ատելնակալների ինստիտուտից է խոսում, չգիտեմ, դատավորների նշանակման ազատման մեխանիզմների մասին են քննարկում իրականացնում, ու սա անում է մի մարդ, ով ուղղակի ամբիոնին կանգնած է հրահանգները տալիս։ Եթե 18 թվականին նախագահ Քոչարյանին կալանավորելու համար այսպես գախնի թաքուն ասում էր ուզեք չուզեք կալանքը պիտի տակ, հիմա ասենց կներեք այդ բառիս համար ապաշխերա կանգնած ամբիոնին այդ հրահանգները տալիս։ Այդ մարդն ասում է մեզ պետք է սահմանադրության փոփոխություն, որպեսզի դատավորներին սենց անենք, նենց անենք։ Ինչի մեր երկրում դատավոր է մնացել, որ ձեր ասածները չանի։ Մի քանի հոգի մարդն իրենց նկատմամբ էլ կարգավարական վարույթներ եք հարուցում, գործ ընթանում է, հետո իրենց հանում եք աշխատանքից, ով չգիտի սրա մասին։ Բայց սա է իրականությունը։ Եթե զիջումների ընդհանուր մասին ենք խոսում, նախ եւ առաջ կարծում եմ Տիգրան Աշենն է, որը մի օրում դարձավ քյարքի, ընտրություններում էլ ինքը Տիգրան Աշենն այդ հատված Արարատի մարզ գնալուց ոչ մի անգամ չի ասել, այս քյարքին ինչ որ հայկական չի, ադրբեջանական է եւ այլն։ Ու պետք է հասկանալ, որ Տիգրան Աշենը ռազմավարական նշանակության տարածք է Հայաստանի Հանրապետության համար եւ նրա հանձնումը ուղղակի ծանրագույն հետևանքներ ունենալու Հայաստանի Հանրապետության կենսունակության համար, ինչքան էլ իրանք ասեն վեդիով ճանապարհ կա շրջանցինք, որն իհարկե միջպետական որևէ ճանապարհ կոչվել չի կարող, ունտեղ քարտեզների հետ կապված էլ, ոչ մի իրավական հիմք չեն կարողանում ցույց տալ, որևէ իրավական հիմք չկա, թե ոնց պետք է համարվի Տիգրան Աշենը ադրբեջանական, բայց այս զիջումները համենայն դեպս այն զիջումները, որ արդեն հայտարարված են, այնքան մեծ են, այնքան անդառնալի հետևանքներ կարող ունենան Հայաստանի Հանրապետության համար, որ ես նույնիսկ չեմ էլ ուզում մտածել, թե լրացուցիչ ինչ այլ պայմանավորվածություններ ունեն, որոնք այս պայն հրապարակված չեն, բայց փաստացի կարող են գոյություն ունենալ։